Մեր համերգեն մի քանի օր հետո Հունգարիայի Բեդութենեն միջամտություն եղավ, որ քերիներ արձակեն, եւ մի քանի քերիներ արձակեցին։ Հիշեմ։ Գապ ունի, թե գապ չունի, ես անմիջականորեն չեմ գնալ, թե գապ ունի։ Փաստացի, բայց գիտեմ, որ գապ ունի։ Մի քանի բան պատմեմ, մշակութային քաղաքականություն, եթե կրնանք ասել փափուկ ուժ է, բայց միաժամանակ ոչ միայն այդպես, օրինակ Հայաստանը, օրինակ մտամ, Հունգարիայի հետ հարաբերություններ չունի։ Եվ մենք երկու անգամ ելույթ ունեցած ենք Հունգարիո մեջ, իրենց հրավերով։ Առաջին դարի 2017 թվականն էր, հարցեմ մեկ անգամ 2021 թվական էր, թե 22։ Առաջին դարին անշուշտ երբ ելույթ ունեցանք թերթերը գրեցին Գուրգեն Մարգարյանի մասին նյութը բացին թեմա դարձավ այո եւ անշուշտ լրագրողները եկան ներողություն խնդրեցին եւ որ իրենց պետությունը այսպես հաջորդ անգամ բادرազմեն հետո էր եւ քերիներ կային Ադրբեջանի մեջ երկրորդ անգամ Պարտոկի երաշուն եւ Կոմիտասի երաշան ծրագրով մենք ելույթ ունեցանք Հունգարիո մեջ Պարտոկը իրենց Կոմիտասն է ամենահայտնի կոմպոզիտորն է հունգարացիներու որ իմիջայլոց բացի հունգարական երաշունը հավաքագրել է նաեւ ինքը արևմտյան Հայաստան այցելած է 1930-ականներուն եւ քրի արած է ֆոլկլորային երաշուն Նաև հայկական գյուղեր է Արևմտյան Հայաստան եւ այդ ամբողջ հադորը գրված է անվանված է թուրքական ժողովրդական երաշուն Հիմա այդ հայկական կորձերը որ ինքը հավաքած է Վարդան գյուղ է նույն Լելեյամանը որ Կոմիտասը քրի արած է նաև Պարտոկը քրի արած է ես այդ ամբողջը կողքի տնելով համերգի ծրագիր մկազմեցի եւ ելույթ ունեցանք լրագրողները գրեցին այդ մասին մեջը նկարագրեցին որ միգուցե ժամանակն է որ Պարտոկի քրքի անվանումը փոխվի եւ այդքան նյութ եղավ նորեն Գուրգեն Մարգարյանի մասին եւ բادرազմի մասին, ցեղասպանության մասին եւ այլն երկու թերթ գրեցին ամենակարևոր թերթերն էին 100,000-ավոր մարդկանց հասանելիությամբ եւ մեր համերգեն մի քանի օր հետո Հունգարիայի Բեդութենեն միջամտություն եղավ որ քերիներ արձակեն եւ մի քանի քերիներ արձակեցին այդ օրերուն հիշեմ գապ ունի թե գապ չունի ես անմիջականորեն չեմ գնալ թե գապ ունի փաստացի բայց գիտեմ որ գապ ունի որովհետև շատ մեծ աղմուկ էր ասփաները շատ կարևոր են կամ եւ աս թեման highlight պետք է մարդիկ պետք է խոսին այս մասին որովհետև այն դեղը ուրթուն զենքով չես կրնար մտնել կրնաս երաշտական կորձիկով մտնել ի վերջո ժողովուրդները պիտի խոսին իրար հետ ինչ ալլան բայմներ Նույնը կոնցերտ Կեբաուի բարակային Ամստերդամում որ նշեցի երբ Դեն Հագի թադավորներ կհրավիրվին եւ Փեմեն անշուշտ երախտագիտություն խոսք ունեցա եւ ամբողջ համերգը երախտագիտությամբ շնորհակալության համերգ էր հոլանդացի ժողովրդին որ իրենք հայությանը կողքին էին արցախցիներու կողքին էին զգացական բահը շատ կարևոր է եւ մենք պետք չէ թերակնահատենք որտեվ մարդը էությամբ նույնն է միայն քիդակի ցևով չէ որ ինքը կշարժի ջեոպոլիտիկսը շատ կարևոր բան է մարդը ծրագիր կմշակի եւ այլն բայց այս sympathy բահը զգացմունքի վրա մարդու աստելու շատ կարևոր է եւ երաշխությունը ամենակարևոր կորձիկները մեկն է որտեվ անմիջականորեն կաստի թուն այդ պահին ինչ կրծար մեսեջ ասեն թուն գրնաս այդ մարդոց բարձաբես երթալ վարգյան մխնդրել խոսք մսել ոչ բայց փեմին վրա երբ որ իրենք բոլորը նստած են թուն ինչ ուզես կրնաս ասես եւ խոսքդ դեր գահասնի անշուշտ